Չօգնեց, որ չկոտրվես, ամեն դեպքում ճանապարհը հեշտ չի եղել։ Մի օր նենց հպարտ ասեց, ես նենց հպարտ տան, որ մեր ազգանունը բրենդ է սարքում, ասում հա հոպար կդառնա բրենդ, ասում էր հա այս բրենդի հոտ եմ առնում 200 դրամ ունեի 200 դրամը ծախսել եմ արդեն ֆոտկով պետքա ես տուն գնամ խմում եմ թանը վերջացնում եմ զգում եմ ծանրանում ա բաժա տեսնեմ թանի տակը 100 դրամանոց կոպեկ ներսում փակ տարայով թանի մեջ 100 դրամ ու վերցրել եմ ու լացում եմ ես միշտ վստահ եմ եղել որ ես մի հատ ուրիշ կյանքով եմ ապրելու մի հատ ուրիշ տեղում եմ ես լինելու կայ ապրել եմ հիասթափություններ եւ գնում եմ ինչ-որ միտեղ ձևավորում անելու ցած վերևից էի նայում ինձ երազանքներից մեկն է եղել նաև որ դու ունենաս քո նոր տունը, որը կկահավորես, որը կկառուցես հենց քո սրտով, ու այդ տանն էլ իրականանա քո հարսանիքը ու մեկ ամիս առաջ տեղի ունեցել։ Հաղորդման գործընկեր Լապիոնի ծաղկի սրահ։ Լապիոնիում ծաղիկները պատմում են սիրո պատմություններ։ Ողջույն այսօր կյանքի ճանապարհին Էլի Գումյանց դիզայն ստուդիոյի հիմնադիր Տաթև Էլի Գումյանցն եմ, ողջույն Տաթև։ Ողջույն Անժելաս։ Ինչպիսին է եղել քո կյանքի ճանապարհը, վստահ եմ շատերին հետաքրքրում է։ Քեզ նման լավ հարսիկներով։ Քանի որ դու եւս եղել ես իմ հարսիկներից մեկը, գեղեցկոհի հարսիկներից մեկը, դուք բոլորդ ձեր նման ունեցել եք իմ մասնագիտական կյանքի ճանապարհին։ Մասնագիտական ճանապարհս եղել է շատ դժվար, որ սկսեմ պատմել, կարող է էկրանից այն կողմ մարդիկ իսկապես հուզվեն, որովհետև որպես այդպեսին ես անգամ ինքս հիշում եմ, թե 20 տարի առաջ ոնց եղել ամեն ինչ, երբեմն իսկապես հուզվում եմ, թե ոնց եմ կարողացել այդ ամեն ինչը, հենց այսպես ասած ճանկրելով, հա, բարձրանալ այդ դժվար բարձրունքները ու հասնել այս կետին, որտեղ որ ես կամ ու ամեն մի ձեռքբերում, ամեն մի բարձրունք, ինչը որ ես ունեցել եմ, նորից կասեմ, քեզ նման լավ պատվիրատուների, հարսիկների շնորհիվ ա եղել, որովհետև դուք վստահել եք ինձ, անգամ այն ժամանակ, երբ որ ես ուղղակի ունեցել եմ շատ փոքր բազա ձեզ առաջարկելու համար։ Ինչ եմ ասում ձեզ, որովհետև դուք բոլորդ իմ համար ամեն մեկդ մի հատ մեծ սեր եք ու ես ապրել եմ լիքը էմոցիաներ իմ մասնագիտական կյանքի ճանապարհում։ Ինչ դժվարություններ են եղել։ Դժվարություններ նախ ասեմ, որ երբ սովորում եմ այդ տարիներին, ինձ հետաքրքիր չէին, թե ինչ կգրենք։ Ինձ հետաքրքիր չէր տեքստերը, ինձ հետաքրքիր էր նյութը, որին ուզում էի դիպչեի, շոշափեի, որով ուզում էի ստեղծեի ինչ-որ մի բան։ Ու երբ սկսեցի փնտրել աշխատանք, որպես դիզայներ, ես դիզայներ չէ, բայց փնտրում էի դիզայների աշխատանքը, չգիտեմ ինչ ինքնավստահություն ես ունեի, այդ որտեղից էր, չնայած գիտեմ որտեղից էր, այդ աստծուց էր այդ ամեն ինչի մեջ դրված։ Ամեն ինչ որոշված էր ի սկզբանե, ես վստահ եմ, որտեղ ոչինչ հենց այնպես չի լինում այս կյանքում։ Մտնում եմ մի սրահ ու ասում եմ ես դիզայներ եմ ու ինձ ասում են ծաղիկներ հավաքի, հավաքում եմ, բայց ես չգիտեի ոնց հավաքի։ Շատ վատ էր ստացվում, բայց ես այդ հավաքում էի նրա համար, որ իմ սխալն ասեին, ես լսեի, թե ինձ սխալներ եմ անում, որ մյուս սրահ մտնելու ես այդ սխալը չանեմ։ Մյուս սրահ մտնում եմ, արդեն գիտեի ինչ։ Եվ այդպես սկսում էի փորձ ձեռք բերել։ Իմ առաջին աշխատանքը, վարձատրությունը եղել է 500 դրամ։ 500 դրամ 20 տարի առաջ։ Երկու տրանսպորտ էի փոխում, 400 դրամ տալիս էի տրանսպորտին, 100 դրամ էր ինձ բերում։ Այդ 100 դրամները հավաքեցի ու այսօրվա պես հիշում եմ, մտա խմորեղենի խանութ ու անգամ այդ խմորեղենի համը չեմ մոռանա, որովհետև ինքը իմ առաջին աշխատավարձով գնված խմորեղենն ա եղել։ Գնացի տուն, ասի, «Էս ես եմ առել իմ աշխատավարձով», մամա ասում, «Ոնց դու ես առել, ինչ աշխատավարձ», ասում, «Որտեղ ես աշխատում»։ Ու այդ իմ համար այդ համը
եփած խտարսած կաթը կաթորտեր։ Այդ չեմ մոռանա երբեք։ Այդ եւս մի հատ sense քայլեր, որ ես չգիտեմ, երևի իմ այն պուճուր քայլերն էր, որ ես հասա ինչ որ մի հատ կետի։ Անգամ մի օր հիշում եմ, պետքա գնայի դասի, ոնց որ գնում եմ դասի, հետո գնում եմ աշխատանքի, համատեղում էի։ Հետ գալուց մոտս մնացել էր 200 դրամ, բայց շոտ սոված էի։ Որոշեցի, որ պետքա Ես հոտ-դոգ առնեմ չի հասցնի տուն գնա, այդքան սոված էի, հոտ-դոգ առավ, նայում եմ, սիրտս թան ա ուզում, ասում որ ես ես թանն առնեմ, ոտքով պետքա տուն գնամ, բայց ասի լավ ոչինչ կառնեմ թանը, ռայսիոյով է, թանը առնում եմ, խմում եմ, 2 դրամ ունեի, 2 դրամը ծախսել եմ արդեն, ոտքով պետքա ես տուն գնամ, խմում եմ թանը վերջացնում եմ, զգում եմ ծանրանում է բաժակը, ինչքան ես խմում եմ, բաժակը ծանրանում է, խմեցի, վերջացրեցի, տեսնեմ թանի տակը 100 դրամանոց, կոպեկ, ներսում, փակ, տարայով թանի մեջ 100 դրամ, ու վերցրել եմ ու լացում եմ, պրոսը լացում ու հասկանում, որ ինձ Աստված ասում է, դու ինչ անում ես, արա, ես քո հետ եմ, ես քեզ մենակ չեմ թողնելու, ու լացելով, նստել եմ տրանսպորտ ու տուն եմ գնում, հասկացա, ես 16 տարեկան էի ժամանակ հասկացա, որ ես ինչ անում եմ, այդ օրհնվում է վերևից, ու ես պետք է անեմ։ Ես պետք է լսեմ իմ ներքին ձայնին ու անեմ այն ինչը, որ իսկապես սիրտս ուզում է։ Այդ իմ ուզում եմները բերեց նրան, որ ես հասա այստեղ։ Ոչ ման հենց այնպես չի լինում։ Այդ ժամանակ փոքրիկ տաթևը, որը որ նոր ուզում էր ինչ որ մի բան աներ, ինչ որ մի բան ստեղծեր, Հենց փոքր քայլերով փորձում էր գնալ առաջ։ Ես անգամ սրահներ կային, որոնց կողքով անցնում էի, այն երազանքով։ Տեսնես կստացվի մի օր sense սրահում ես աշխատեմ։ Անցավ 10 տարի, այդ սրահներից ինձ հրավեր արեցին աշխատանքի ու գնացել նայում եմ ու այդ ժամանակ գիտեք ոչ թե այն տպավորությունն է, որ դու, չգիտեմ, այդ սրահից, հա, այստեղ աշխատելու ես, բարձր աշխատավարձ ես ստանալու, չէ, այլ այն որ հենց այդ սրահում աշխատելու մասին ես երազել, ցանկացած մասնագետի համար լավ տեղ աշխատելը, դա իրոք երազանք է։ Ու հետ էի նայում, թե ոնց են իմ երազանքներն իրականություն դառնում, ու հիմա տեսնում եմ, որ անգամ այդ սրահները, որոնք որ կային, ոնց են նայում ու տեսնում են, թե տաթևը, նույն այդ տաթևը ոնց է հասել բարձրունքի իր գործի մեջ, հա, ոնց է ստեղծել իր ոճը, իր ձեռագիրը, չկա մի երազանք, չկա մի նպատակ, որ իրականություն չի դարձել իմ կյանքում։ Դա ինչ էիր սովորում։ Դիզայներ ես, մասնակցությամբ դիզայներ եմ։ Դիզայներություն էր սովորում, հա, բայց զուգահեռ քանի որ դեռ չունեիր մասնագիտացում, այսինքն հմտությունները չունեիր, այո, դեռ չէի ավարտել ու ուզում էի, բայց ուզում էի շուտ աշխատել։ Ուզում էի շուտ աշխատել։ Ես 3-րդ դասարանում աշխատանքի ուսուցման ժամանակ 2 եմ ստանում, շատ լավ կատարված աշխատանքի համար իդեպ իմ առաջին դասարանի ուսուցչուհի, եթե դու ինձ տեսնում ես, ուզում ասեմ շնորհակալություն քեզ, որ ինձ 2 ես դրել, որովհետև երբ որ ինձ ինչ որ մի բանի համար իմ լավ կատարած աշխատանքի համար չեն գնահատել, հա, բարձր, ինչպես որ ես կուզենայի, ես ոչ թե կոտրվել եմ, այլ ավելի եմ ուժեղացել, փորձել եմ ցույց տամ, որ ես կարող եմ ավելի լավ անել։ Ու ինչի համար եմ 2 ստացել, որ ձեռքի աշխատանք էր հանձնարարված, որ տանը պետքա ձեռքով կարենք, մանկական շապիկ, դե մեր տանը կարի մեքենա չկար, ես ձեռքով կարում եմ, բերում եմ դրա դիմաց, ստանում եմ 2, ու հարցում ինչի համար 2 ստացա, ես սիրուն կարել եմ, մամա այդ կասես կգա ծնողական ժողով, ես կասեմ ինչի համար 2 ստացար, գալիս եմ մամաս, ասում է, ես հանձնարարում եմ, որ ձեռքի աշխատանք լինի, չէ՞ որ դա աշխատանքի հենց միտքն է, իմաստն է, դուք կարի մեքենայով տանը կարում ուղարկում եք, միտքը չեմ հասկանում, մամաս ասում, բայց մենք տանը կարի մեքենա չունենք, դա տաթև իսկապես ձեռքով է կարել։ Հաջորդ օրը դասի ժամանակ ասում է, դե նույն կարի հիմա իմ աչքով տեսնեմ, որ ես հասկանամ, որ դու իրոք կարես, որովհետև չեմ պատկերացնում, որ սենց մանրակարես, քան նուրբ աշխատանք, ձեռքով ոնց կարելի անել, ես կարում եմ ու անկեղծ եմ ասում, գրկում այնց ուղղակի լացում ասում է, ես ինձ մեղավոր եմ զգում, որ ոնց որ ցածր եմ գնահատել մի աշխատանքի համար, որ դու կատարել ես բոլորից լավ։
Բայց դա ինձ երբեք չի կոտրել։ Ինձ չգնահատելը ոնց որ պետք է լինի, ինձ չի կոտրել, ոչինչ չի փոխել իմ մեջ, հակառակ ինձ ավելի ուժեղացրել։ Ինձ ավելի ուժեղ Տաթևա դարձրել։ Այն տարիների Տաթևը, որ գնում էր այդ սրահներ, տարբեր դիզայներական պարագաների, նաև աշխատում էր այդտեղ, տուներ ես երազանքը։ Իրականում ես 11 տարեկանում երբ արդեն ավելի գիտակից տարիքում էի, հա, ավելի չգիտեմ 11 տարեկան երեխաները հիմա այդքան տենց մտածում են, այդքան ամեն ինչի մասին խորապես, հա, մտածում են, ես տենց եմ եղել, ես երևի մի փոքր իմ տարիքային երեխաներից տարբերվել եմ, միշտ ավելի հասուն եմ մտածել, միշտ իմ երազանքներն ավելի մեծ են եղել, քան կարող էին։ Ես 11 տարեկանում դեռ արդեն մտածում էի, թե ինչ պետք է անեմ, որ ես շատ սիրուն կյանք ունենամ այն ամեն ինչը, ինչի մասին երազում եմ, ունենամ այն ամեն ինչը, ձեռք բերեմ այն ամեն ինչը, որ ինձ պետք է, որ ավելի գեղեցիկ, ավելի ճիշտ կյանքով ես ապրեմ։ Ես անգամ այդ տարիներից չգիտեի, որ ես կդառնամ դիզայներ կամ չգիտեմ ինչ-որ մի բան, այս տեսակը։ Երբեք չեմ մտածել, բայց ունեցել եմ երազանքներ շատ մեծ բաների հասնել։ Ես միշտ վստահ եմ եղել, որ ես մի հատ ուրիշ կյանքով եմ ապրելու, մի հատ ուրիշ տեղում եմ ես լինելու։ Այդ ներքին զգացողությունը միշտ ունեցել եմ։ Իսկ ինչը օգնեց, որ չկոտրվես, ամեն դեպքում ճանապարհը հեշտ չի եղել։ Մամաս, իմ ամենալավ ընկերը, իմ կյանքի ամենալուսավոր կետերից մեկը, որտով ինձ միշտ հավատացել եմ։ Անգամ եղել է ժամանակ, որ ուզեցել եմ աշխատեմ ոչ իմ մասնագիտությունով, խանութներում, նմանատիպ տեղերում։ Մամաս երբեք չի թողել, ասել է դու պետքա քո մասնագիտությունով աշխատես, ես տեսնում եմ, որ դու շատ մեծ բաների ես հասնելու, չի թողել։ Ինքը միշտ դեմ ա եղել ու միշտ ինձ հավատացել է։ Իմ համար գնել է լավագույն դեկորները, որոնցով ես կսովորեի։ Իմ կուրսեցիները միշտ ամենամատչելի դեկորներն են ձեռք բերել, որովհետև գալիս էին դասի զուտ, պետքա աշխատանք կատարեն, ես միշտ ամենալավ դեկորներն եմ ունեցել, որովհետև մաման իմ համար երբեք չի խնայել ոչ ման։ Չեմ ուզում եթերային, հա, մայրիկս, մայր, այդ բառն օգտագործեմ, որովհետև ինքը շատ արհեստական է այս պահին իմ համար, իմ հոգու համար։ Մամա բառը այնքան իրական է, այնքան իմ սրտի մեջ է, ինքը համ իմ լավ ընկերն է, համ իմ ամենամեծ քննադատն է, համ ինձ հավատացողն է եղել ամենաշատ։ Ինքը միշտ իմ կողքն է եղել։ Ինչպես ստացվեց, որ Էլի Գումիասը հիմնեցիր։ Այդ ամենա երևի թե սիրուն բահերից մեկն է։ Մի օր երեկոյան նստած էինք ընտանիքով ու քննարկում էինք։ Ես որոշեցի, որ պետքա ստեղծվի ինչ-որ մի անունով կազմակերպություն։ Արդեն ժամանակը հասնացել է։ Դա եղել է արդեն 10 տարի առաջ։ Երբ հասկացա, որ հասնացել է պահը, որ ես պետքա մեկ քայլ արդեն անցում կատարեմ, այսպես ասած, ինչ որ խաղի մեջ ոնց է, լեվելներ անցնում ես, հերթով ինչ որ մի հատ աշխարհներ ես անցնում, մեր կյանքն էլ է այդպես իրականում։ Հասնում ես մի հատ աշխարհի վերջում, հաղթանակած, քայլդ փոխում ես մեկ այլ աշխարհի, եթե չես հաղթում այդ աշխարհում, այնքան ես մնում, մինչև այդտեղ հաղթում ես, ինքդ քեզ, ինքդ քո վախերը, ինքդ քո ցանկությունները երբեմն, որոնք որ չպետք է իրականանան, այդ ամեն ինչը, երբ որ դու անցնում ես խաղի մեջ մեկ այլ աշխարհ, այնտեղ ամեն ինչ ոնց որ նորից դրեց սկսում ես այդ աշխարհում։ Այդ կանոններով ես սկսում առաջ գնալ։ Դե իմ մոտ արդեն ժամանակը հասնացել էր, որ պետքա քայլ կատարեի։ Ու մտածում եմ, թե ինչ անեմ, որ տարբերվող լինի, չկրկնվի, ուրիշ մեկը այդ անունը ինչ որ մի հատ տառը չփոխի, իրանը դարձնի։ Ու նստած ենք, մենք 4-ս ենք, ծնողներս, եղբայրս ու ես նստած ենք։ Մտածեցի, ասում եմ, իրոք մենք Էլի Գումյաններով ենք, չէ՞, ամեն ինչի հիմա անում։ Իրոք այդ ժամանակներում մենք 4-ով ենք այդ ամեն ինչն, միանք իմ ամենա ուժեղ թիմն են, որ ոչ մեկ էլ չլինի, չէ՞, իմ թիմում։ Ես մնամ մենակ, ես մենակ չեմ լինելու։ Ամենահզոր թիմը ես ունեմ իմ ետևում կանգնած։ Այ հենց դա է իմ հզորության գաղտնիքը։ Ու ասում եմ, մենք Էլի Գումյաններով նստած ենք։ Էլի Գումյաններով հոլովում է վերջում Ս, չէ՞։ Էլի Գումյաններ, տենց է ստացվում, որպես այդպեսի։ Էլի Գումյաններով։
ու իմ համար այդ շատ կարևոր էր, որ իմ ազգանունը տարբեր ողա չկա ու չի լինելու, որպես այդպեսին ես Տաթև Էլիգումյանս միակն եմ, չկա երկրորդը, միակ Տաթև Էլիգումյանն եմ ու չի լինի կարծում եմ, շատ ցենց վստահ եմ չէ՞ դասը, հետագայում թորնուի, կարծում եմ չէ, Տաթև չի լինի, ես թույլ չեմ տա, ես պետք է միակը մնամ, ու որոշեցի, որ այդպես պետք է լինի, այսպես ծանոթացա շատ լավ հաշվապահի հետ, ասեցի, որ այսպես պլաններ ունեմ, անուն եմ արդեն որոշել, կազմակերպություն ստեղծենք եւ այլն ու ստեղծվեց։ Սկզբում շատ դժվար էր, որ ասում էին, որ կազմակերպությունն ասում է Էլիգումյանս, այնց մի տեսակ համ ամանչում էի, համ վախենում էի, որ հնչեղ չի, հա, կանջին լսելի չի, հեշտ չեն ֆիքսում, իրան հեշտ չեն վերցնում։ Շատ դժվար էր, բայց ստիպելով ասում է Էլիգումյանս։ Համ հպարտ էի ասում, որտեվ դա իմ ազգանունն է, համ վախենում էի, որ ինքը տան շատ հնչեղ չի։ Հետո անցավ որոշ ժամանակ ու իմ սիրելի մարդկանցից մեկը, ով հիմա էլ չկա, ով վստահ եմ, որ լիներ ու տեսներ, շատ կհպարտանար, իմ սիրելի հոպարը, ով ազգանունը կրողն էր հենց, մի օր նենց հպարտ ասեց, ես նենց հպարտան, որ մեր ազգանունը բրենդ է սարքում, ասում հա հոպար կդառնա բրենդ, ասում էր հա այս բրենդի հոտ եմ առնում, հոսամ կդառնա բրենդ, ինքն էց հավատում էր ինձ, վստահ եմ, որ հենց տենց է լինելու է, իմ համար այսպես ոնց որ պատվի հարց լիներ, պատասխանատվություն է վերցրել իմ վրա իմ ազգի ազգանունը, վերցրել եմ իմ կազմակերպության անունը, ես պետք է այնքան պատվով այդ ամեն ինչ անեին, այնքան սիրով, որ այդ ամեն ինչի մասին խոսալուց մարդիկ սիրով ասեին, ոչ թե վատաբանեին, ոչ թե ինչ-որ կիքսեր լիներ, ոչ թե ինչ-որ sense խնդիրներ լիներ մեր անունի հետ կապված, այլ միշտ գովերքով խոսային ու այնքան հպարտանում էր, որ լսում էր այդ ազգանունով ասում էին իմ մասին, ինքան հպարտ էր ասում ոնց, այդ մեր երեխան է, այնքան հպարտ էր խոսում այդ մասին ու ես այսպես պատասխանատվություն վերցրեցի իմ վրա, որ ես պարտավոր եմ այդ ամեն ինչը ավելի սիրունացնեմ, որովհետև երբ որ մարդիկ քեզ հավատում են ու ասենց սիրուն են խոսում քո մասին, դու պարտավոր ես արդեն այդ ամեն ինչը շատ լավ կատարելու, դու էլ տարբերակ չունես ուղղակի սխալվելու, տարբերակ չունես լավը չանելու, պարտավոր ես։ Հիասթափությունների պահեր եղան։ Կարծում եմ չկա մի մասնագետ, ով իր մասնագիտական, հա, կյանքում ապրած չլինեն հիասթափություններ։ Չնայած դրանք, որ եղել են շատ վաղ տարիքում, հիմա ես այնքան եմ ուժեղացել, այնքան ամուր եմ կանգնած հողի վրա, որ կարծում եմ էլ ոչինչ չի կարող ինձ հիասթափեցնել, կոտրել, փոխել, ես հիմա շատ ուժեղ եմ ինձ զգում։ Բայց տարիներ առաջ, երբ ես դեռ փոքր, անինքնավստահ, երբեմն պաշտպանության կարիք ունեցող Տաթևն էի, այդ ժամանակ այո ապրել եմ հիասթափություններ եւ գնում եմ ինչ-որ միտեղ ձևավորում անելու, ասենց վերևից էի նայում ինձ, թե ով է այս նորեկը, ինչ պետք է անի։ Հիմա նույն մարդիկ փորձում են իմ հետ ընկերություն անել, փորձում են իմ հետ շատ ավելի շփվել, թե գործի մասով, թե մարդկային ընկերության շփման մասով։ Եվ ես շատ եմ ուրախանում, որ կարողացել եմ հասնեմ դրան, որ այդ նույն մարդիկ փոխեն իրենց մտածածը իմ մասին, իրենց կարծիքը, իրենց մոտեցումը, թե ոնց են սկզբից մոտեցել ու հիմա ինչքան բան է փոխվել, երբ որ դու ինչ-որ մի ճանապարհ ես անցել ու հասել ես այդտեղ։ Բայց ես միշտ կասեմ, բոլոր տեղերում կասեմ ու ամեն օր կասեմ, որ ես այդ ամեն ինչի համար միայն ու միայն շնորհակալ եմ Աստծուն, որովհետև եթե Աստված չկամենա, ինչ էլ անես, ոնց էլ ուզենաս ստեղծես, չես կարող հասնել որևիցե մի բարձրանքի, եթե հոգուդ մեջ չկա խաղաղություն, ներդաշնակություն ինքդ քո հետ, եթե սրտիդ մեջ չկա մաքրություն, դու ինքդ ազնիվ չես քո հետ, երբեք դիմացինը չի կարող քեզ ընդունել լավը, սիրուն, չէ՞ որ մենք ամեն մեկս հայլի ենք դիմացինի համար։ Ինչ կա քո ներսում, արտացոլվում է դիմացինիդ վրա։ Քեզ միշտ վերաբերվում են մարդիկ այնպիսին, որ դու կաս քո հետ, ինչ որ դու մտածում ես ինքդ քո մասին։
Միշտ ցույց է տալիս դիմացինը։ Ու իրականում միշտ ասում եմ, ինձ հանդիպում են ամենաբարի լավ մարդիկ։ Իրականում այդպես է։ Չեմ ունեցել մի պատվիրատում, հետ ունեցել եմ խնդիրներ։ Դե տարին մեկ անգամ տենց պատվիրատուներ են հանդիպում, որովհետև կան մարդիկ երբեմն, որ չես կարող գոհացնել այդ տեսակ մարդկանց, որ ինչ էլ անես, իրենք մեկը իրենց տեսակով այդպեսին են, որ ցանկացած լավ բաներ իրենց համար դա թերի է։ Երբեք չեն լինում մարդիկ, ովքեր որ ամեն ինչից դժգոհ կլինեն։ Միշտ ինձ հանդիպում են լավերը, շատ լավերը, բայց բացառություններ այդ ոչինչ։ Դա ինձ թվում է երբեմն նրա համար է, որ դու վերանայես քո աշխատանքը։ Միգուցե ինչ-որ միտեղ իրոք թերացել ես, որ ավելի սուր նայես, սուր աչքով նայես քո աշխատանքին, որ քեզ վերանայես, նորից ավելի մեծ սիրուն, այսպես ասած, քայլ անես, մի հատ առաջ քայլ, որ ավելի լավ մոտեցես ամեն ինչ։ Հավատքը որտեղից է գալիս։ Այդ հիմքը երբ է դրվել։ Հավատքը որտեղից է գալիս։ Իրականում փոքր ժամանակ, երբ որ աղոթում էի, ինչ-որ մի բանի համար ու չես ստանում, ասում էի չկա Աստված։ Եթե կա ինչ չի լսում։ Եթե կա ինչի չի լինում դա այդպես, ես չէ որ լացում եմ ու ասում եմ ես ուզում եմ այդպես։ Երբ որ մեծացա ու հասկացա թե ինձ ինչ ճանապարհով է տանում, հասկացա ոչ թե իմ ուզելն է ճիշտ, այլ հենց Տերն է որոշում թե որն է քո համար լավը։ Սկսեցի վստահել իմ կյանքը Աստծուն։ Սկսեցի իմ օրը ապրել ամեն օրս շնորհակալությունով։ Ու հասկացա, որ թե ինչքան սիրուն է բացվում դռներ իմ առաջ, ինչքան սիրուն այդ ամեն ինչը ստացվում իմ կյանքում։ Ու հասկացա, որ երբ որ դու իրոք հավատում ես այն ուժին, ինչը որ կա քո կյանքում, այն հավատը քո մեջ իրոք արմատանում է, ոչ թե ուղղակի դու առավոտյան արտանում ես, ասում ես շնորհակալություն ու անցնում աշխատանքին, չէ։ Պետք է սրտովդ հավատաս, պետք է սրտովդ զգաս ինչքան սիրուն ես դու ապրում։ Ուզում եմ ասեմ, որ ամենամեծ ազդեցությունը, որ ունեցել է իմ կյանքում հենց այս մասով, հավատքի մասով, հետ եղել է իմ սրտի մարդը Անահիսա Սարդարյան, երբ ես իր հետ ծանոթացա, պատերազմի տարիներն էին, ամենադժվար, ամենախոցելի ժամանակահատվածներ, բայց ես իմ կյանքում հրաշք մարդ ձեռք բերեցի ու այն ժամանակ դեռ ամանչում էի Աստծո մասին խոսայի։ Մտածում եմ մարդիկ կմտածեն, այսպես ասած հավատացյալ է ու մտածում եմ դա ամոթ բան է։ Իրականում երբ մենք քրիստոնյա ազգ ենք, մենք պարտավոր ենք Աստծո մասին ամեն օր խոսալու, բոլոր տեղ խոսալու ու ասելու, որ պետք է հավատաս, պետք է կյանքդ վստահես։ Այդ կապ չունի աղանդավոր լինել, չլինելու հետ։ Ես իմ տեսակետն եմ, ասում, ոչ մեկին չեմ քննադատում։ Ես իմ մասով եմ ասում, որ պետք է խոսալ, շնորհակալ լինել։ Ու երբ լսում էի կողքից, թե անես ինչքան շատ է Աստծո մասին խոսում ու ինչքան շնորհակալ է ու իրոք ոնց Աստված իրան օգնում, որ այդ ամեն ինչը անի, որտեվ ինքը այնքան մեծ գործեր արեց ու իրոք Աստծո շնորհիվ, որտեվ մի մարդ չէր կարող այդքան մեծ ու սիրուն բարի գործ անել։ Երբ որ դու բարի գործ ես անում, լավ գործ ու Աստված օրհնում է, քեզ դու դրա վառ ականատեսն ես։ Այդ ժամանակահատվածից ես ավելի, այսպես ասած, ոգևորվեցի ու որոշեցի, որ ես պետքա, այո, ես ինքս նույնպես խոսամ, ասեմ, որովհետև երբ Աստվածաշնչում էլ կա, չէ՞, տենց միտող, որ եթե դու կամանչեք խոսալ իմ մասին, պատմել իմ մասին, ես եւս կամանչեմ ձեզ հիշեմ, երբ դուք լինեք նեղության մեջ։ Իսկ ես ուզում եմ այնքան խոսամ, որ ես կլինեմ ինչ-որ նեղության մեջ, ձեռքս պինդ բռնի, ու այդ տենց է։ Ես այսօր իմ կյանքի համար անչափ շնորհակալ եմ։ Չունեմ որևիցե մի խնդիր, չունեմ որևիցե մի բան, որ կուզենայի փոխվեր, կուզենայի այլ լիներ, չկա որևիցե մի բան։ Շատ սիրուն եմ կյանքը, շատ լուսավոր եմ կյանքը։ Տաթև ես գիտեմ, որ քո երազանքներից մեկն է եղել նաև, որ դու ունենաս քո նոր տունը, որը կկահավորես, որը կկառուցես հենց քո սրտով, ու հենց այդ տնից էլ իրականանա քո հարսանիքը, այդ տանն էլ իրականանա քո հարսանիքը, ու մեկ ամիս առաջ տեղի ունեցա։ Ինչ զգացողություններ, երբ որ երազանքդ իրականացավ։ Դուրս գալուց արդեն որ դուրս էին գալիս տանից,
աչքերից արցուն գնաց։ Քուրիկս մոտիկացավ, ասում է, այսքան ուրախ ես, որ ամուսնանում ես, ու տենց հուզվել ես, լացում ես, ասում ես, չեմ կարող բացատրեմ, ինչ էմոցիաներ եմ ապրում, ու ինչն է պատճառը իմ սենց այս տեսակ արցունքների։ Իրականում շատ լավ է, երբ որ դու ճիշտ ընտրություն ես անում, ունենում ես լավ կողակից։ Բայց այդ ժամանակ այդ արցունքներս նրա հետ էր կապված, որ մի պահ գլուխս բարձրացրեցի վերև ու տեսա իմ ստեղծածը, իմ ընտանիքի հետ այդ ամեն երազանքը իրականացրած ու ոնց ուզել էի, Աստված հենց այդպես իրականացրեց, ասում ես հավատքդ որտեղից է, ոնց չհավատաս, որ դու ունեցել ես տարիներ առաջ երազանք ու դրանք հերթով կատարվում են։ Երբ որ քո ստեղծած տնից, քո երազանքով ամեն ինչ արած տնից դու ամուսնանում ես մի մարդու հետ, ում իսկապես սիրում ես, դա եւս քո երազանքներից մեկն է ստեղծել սիրուն ընտանիք։ Էմոցիաների տեղատարափ էր։ Ամբողջ մարմնով զգում էի, թե ինչքան մեծ ուժ կա այդտեղ, ինչքան երջանկություն կա հենց այդ տանը, այդ բակում, այդ բանին, ինչքան ուրախ էին բոլորը իմ հետ, ապրում էի այդ ամեն ինչը ես։ Ընտանիքի հետ աշխատելը ինչքան էլ որ հաճելի է, նաև աշխատանքային process-ը իրանից ենթադրում է որոշակի լարվածություն, այդ էմոցիաները լարված, երբեմն ինչ-որ բան գուցե չստացվի, չեն վնասում նաև հարաբերությունները։ Տեսեք, կարծում եմ շատ տեղերում հենց այդպես է։ Բայց քանի որ ես ունեմ մի ընտանիք, ով կողքից աշխատանքի ժամանակ դառնում են ընկերներ, որպես ընտանիք մենք աշխատանքի մեջ ամեն ինչ թողնում ենք մի կողմ։ Չգիտեմ ոնց է ստացվել, որ այդպես լինում է, որովհետև հազվադեպ դեպքերում է այդպես ստացվում, որ ընտանիքի անդամի հետ աշխատես ու իրոք աշխատես որպես աշխատակից։ Մենք մոռանում ենք, որ մենք մի ընտանիքի անդամ ենք, ամեն բան թողնում ենք մի կողմ, ու մեր բոլորի գերխնդիրը լինում է անել ամեն ինչ, որ աշխատանքը ստացվի կատարյալ կերպ։ Այսօր ես հանգիստ ընտանիք եմ ստեղծել հենց նրա շնորհիվ, որ իմ ընտանիքը շատ ուժեղ իմ մեջքի ետևում է ու կարողանում են անել այն ամեն ինչը, ինչը որ ես ինքս կարծում եմ, թե ունենայի ամենալավ թիմը չէին կարող անել։ Եթե հիմա հնարավորություն ունենայիր հանդիպել 16 տարեկան Տաթևին, ինչ կասեիր։ Կասեի չգիտեմ, ինչքան բան, ուղղակի երևի ուժեղ կգրկեի, կասեի, ուժեղ մնա, որովհետև քեզ ապագայում շատ լավ բաներ է սպասվում, ուղղակի կգովա իրան, որ ինքը չի հանձնվել, հավատացել է իրան ու իր ճանապարհը գնացել է, չգիտեմ ինչ կասեի, ուղղակի ինձ թվում է ուժեղ կգրկեի, երբեմն ես ոնց որ կարոտեմ ինձ փոքր ժամանակ ու իրականում շատ կուզենայի լիներ տենց մի բան հնարավորություն, անգամ մի բա, որ մենք մեզ այդ հասուն տարիքում արդեն եղած մարդուն տեսնենք, գրկենք ու ասենք, որ դու ուժեղ եղի, դու ճիշտ ես անում ամեն ինչ։ Իսկ ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, որոնք գտնում են իրենց կյանքի ճանապարհի դժվար этаպում։ Շուտով ես ունենալու եմ շատ հետաքրքիր բրանչ ու այդտեղ ուզում եմ հենց խոսամ այդ ամեն ինչի մասին։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ անգամ մի փոքր կասկածում են իրենց ուժերի վրա, չհանձնվեք ոչ մեկը, որովհետև այս կյանքը շատ սիրուն է ու հրաշքներով լի է։ Երբեք չգիտես երկրորդ րոպեին, թե ինչա քեզ սպասվելու։ Ուղղակի պետք է այդ պահը, այդ րոպեն ապրես, վայելես, չհանձնվես, ուժեղ քայլերով գնաս առաջ ու հավատաս, թե ինքդ քեզ, հավատաս այն հրաշքներին, որ քո կյանքում կարող է լինել։ Անկամ երբ լինում այնպես, որ ես դժվար օր եմ ունենում, այդ ժամանակ եւս շնորհակալություն եմ հայտնում։ Հենց դրա մեջ է գաղտնիքը, ես անկեղծ եմ ասում։ Հավատա, որ անգամ ամենաբարդ շրջանում, երբ շնորհակալ ես լինում, մի հատ լուսավոր կետ է բացվում քո համար։ Չպետքա տրտնջաս, չպետքա տխրես, չպետքա հանձնվես։ Ոչ մեկին հեշտ չի մատուցվում սկուտեղի վրա ոչինչ։ Ցանկացած բան ես կյանքում հնարավոր է, եթե հավատում ես ինքդ քեզ, քո ուժերին, հավատում ես լավ ապագային, հավատում ես նրան, որ առջևում կա շատ լավ բան, որովհետև իրականում կա։ Չպետք է հանձնվես։
Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ քեզ, որ ինձ ընձեռեցիր այս հնարավորությունը, որ ես կարողանամ իմ սրտի խոսքը ասեմ, որովհետև ոչ բոլորի հետ կստացվեր այս զրույցը, քայդ այնքան անկեղծ ստացվեց, այնքան անմիջական, չգիտեմ ոնց եղավ սենց, բայց շատ հոգու զրույց էր։ Ինձ էլ դուր եկավ։ Հիշեցնեմ այսօր կյանքի ճանապարհին դիզայներ Էլիգումյանց դիզայն ստուդիոյի հիմնադիր, ղեկավար Տաթև Էլիգումյանն էր։ Բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում նշեք, թե ելում կցանկանաք տեսնել իմ եւ ձեր կյանքի ճանապարհին։ Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։